Բարև ձեզ քույրեր եւ եղբայրներ։ Խոսենք մի երկու բառ ընդհանուր այսպես, գիտեք, Ռուսաստանի մասին։ Շատերն ասում են, որ եւ մեր ժողովրդի մեջ ինչ որ կարծիք է ստեղծվել, որ Ռուսաստանը վատնա, Ռուսաստանը մեզ չի պաշտպանում, Ռուսաստանը էս չի անում, այն չի անում, այն չի անում, այն չի անում։ Գիտեք, ես խնդրում եմ չնմանվեք Նիկոլ Փաշինյանին։ Չնմանվեք մի մարդու, որ ընդամենը խոսում է։ Պաշտպանության համար կարգ կա։ Դուք երբևիցե լսել եք, որ Նիկոլ Փաշինյանը օֆիցիալ հայտարարություն անի եւ դիմի Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանելու ինչ որ խնդիրների մասին կամ խնդրանքով։ Ինձ խնդրում եմ ասեք, լսել եք թե ոչ։ Հակառակն ասեմ, երբ որ մենք խորհրդական ենք, մենք իրան համոզում էինք, որ դիմի, այդպես էլ չդիմեց ոչ Հապկին, ոչ Ռուսաստանին։ Չդիմելուց հետո ինքը հայտարարում է, որ Ռուսաստանին չի օգնել։ Միջազգային կարգ կա։ Պետքա դիմես, որ քեզ օգնեն, դա առնվազն։ Պետքա կռվես ու դիմես, որ քեզ օգնեն։ Եթե չկռվես, թուրքը մտավ, դիմես, ասելու է դու կռվի, սկզբից ես քեզ կօգնեմ, հետո տենամ չես կարում, նոր կմտնեմ։ Էտա միջազգային օգնությունների տարբերակը։ Հակառակ դեպքում ոչ մի օգնություն չի կարող լինի։ Ինքը ասում է Ռուսաստանը այսպես արեց, այնպես է, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը։ Հիմա ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ դուք սուբյեկտիվ եք մտածում։ Կա մեզ համար շատ կարևոր եւ հմայիչ երկրներ, օրինակ Ֆրանսիան։ Մենք բոլորս սիրում ենք Ֆրանսիան։ Չկա հայ, որ Ֆրանսիա չսիրի։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Բայց Ֆրանսիան չի առաջարկում մեզ ոչ մի անվտանգության համակարգ։ Այն էլ որ ինչ որ վաճառում է, դե կամ բինոկլը, կամ տեպլովիզորը, կամ լակատռը, ոչ մի խոցող եւ հարցակողական զենք մեզ չի մատակարարել։ Կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նույն բանը։ Մեզ չի առաջարկում անվտանգություն։ Դուք լսել եք, որ Տրամփն ասի, ես Հայաստանի Հանրապետության անվտանգությանը գարանտիա եմ տալի։ Չենք լսել ոչ մեկս։ Կա մի պետություն, Ռուսաստան, լավն է, վատն է, մենք այդ մարդկանց հետ պայմանագիր ունենք, որը ունի պարտավորություն, բայց նորից եմ ասում, իր պարտավորությունները կատարելու համար մենք պետք է օֆիցիալ դիմենք, այդ թվում հրապարակային։ Հակառակ դեպքում օգնություն չի լինի։ Ինչ վերաբերվում է, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո մնա իշխանության։ Մենք վերջնականապես կորցնելու ենք մեր ինքնությունը։ Մենք վերջնականապես կորցնելու ենք մեր տարածքների եւս մի մասը, կոնկրետ Սյունիքը։ Մենք վերջնականապես կարող է կորցնենք եւ Գյումրին։ Կտրելով մեզ Իրանից, մյուս խնդիրը լինելու է, որ մեզ կտրեն Վրաստանից։ Ու դա արվելու է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Մեր տարածաշրջանում հայտնվելու են մոտավորապես 500,000 ադրբեջանցիներ, որոնց ինքը մի երկու ամսում տալու է քաղաքացիություն։ Եվ մյուս ընտրություններին, որը որ պետք է որ տեղի ունենա 31 թվականին, մեր երկրի ղեկավարը լինելու է ադրբեջանցի։ Մենք էլ էտե լինելու ենք երկրորդական մարդիկ։ Ադրբեջանական լեզուն դառնալու է երկրորդ պետական լեզուն։ Դա իմ, այսպես ասեմ, վերլուծության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում։ Մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Ատոմային էլեկտրոկայանը փակվելու է, ոչ մեկ չի բերելու այդտեղ, ոչ մի մոդուլային, ոչ մի ատոմային կայան սարքելու։ Թուրքիան չի թողելու։ Մենք մտնելու ենք էներգետիկ կախման մեջ։ Ինչ խոսացում է արևային այդ էներգիայի մասին։ Մենք չունենք տարածք, որի վրա կարողանանք այդքան արևային այդ
բաներից տեղադրենք, ոնց է կոչվում, հալիներ է կոչվում, ինչ է կոչվում, որը կարողանա ապահովի ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կարիքները։ Մենք վերջնականապես կորցնելու ենք մեր ընդերք։ Մենք հայտարարվելու ենք բանկրոտ, որտեղ չենք կարելու սպասարկենք մեր պարտքերը։ Մեր ձեռից ամբողջ ինչ կա չկա առնելու են միջազգային բանկերը։ Մենք դառնալու ենք վերջնականապես այդ տարածաշրջանում երրորդ, չորրորդ ինչ-որ ազգերի դասում եւ չենք կարողանալու ոչ մի բան պահանջենք այս անգամ աշխարհից, որտեղ մեզ չեն լսել, չունես պետություն, քեզ չեն լսում։ Այ քրդերը օրինակ ձեզ մոտ 70 միլիոն ժողովուրդ են, բայց ոչ մի ձեն, ոչ միտեղ չեն լսում։ Մեկ որ սկսում են ինչ-որ իրանց տարածքում ինչ-որ մեկին խփել, սպանել եւ այլ, ինչ-որ ձենը միտեղից գալիս է, դա։ Ես առաջարկում եմ, որ գնաք ընտրությունների, առաջարկում եմ ընտրեք մեզ, մենք կարանք այդ իրավիճակը փոխենք։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ես կարդում եմ այս բաների մեջ, ասում են Նիկոլի ձեռքով Ռուսաստանը սարքելու է, չգիտեմ, Հայաստանը գուբերնիա, ուրեմն Ռուսաստանը երբևիցե եւ Ռուսաստանին երբևիցե ոչ մի ձևի պետք չի Հայաստանի տարածքը մտցնի Ռուսաստանի կազմի մեջ։ Մի քանի պատճառներով, որովհետև միայն էկոնոմիկայի մասով Ռուսաստանը պետք է ծախսի մոտավորապես 80 միլիարդ դոլար, որ կարողանա Հայաստանի Հանրապետությունը սարքի իրեն տարածք, ոչ թե առնի։ Այ ֆինանսական էկոնոմիկայի գծով գործողություններ պետք է անի, բերի ստանդարտների, աշխատավարձները բերի ստանդարտների, սոցիալական ապահովը բերի ռուսական ստանդարտների, այդ վեցերանների, թոշակառուների, սպասարկումը, չգիտեմ, ամեն ինչը։ Ինքը այդ գումարը չի ծախսելու մեր վրա։ Մենք ստրատեգիական տեսակետից Ռուսաստանի ստրատեգիական, այսպես ռազմավարական, կասեի, տեսակետների մեջ մենք չկանք որպես կարևոր երկիր։ Ոնց որ չկանք Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական տեսակետների բանի մեջ, ծրագրերի մեջ, չկանք այլ երկրների։ Մենք ռազմավարական երկիր կարող են ներկայացնենք, այդ նպատակներին համապատասխանենք այս պահին այսօր միայն ու միայն մեր հարևան Իրանի համար։ Ռուսաստանը պատմականորեն ուղղակի դեռ իներցիայով, այսպես ասեմ, հա, դեռ կանգնած է մեր կողքին։ Ասենք թե Ռուսաստանը Հայաստանը կորցրեց։ Ինչ վնաս է կրելու Ռուսաստանից, դրեք բացատրեք։ Խոսում են, որ Կովկասում էս կսկսի, Կովկասը էս կսկսի։ Բայց այդ ցավը տանեմ, մենք ոչ մի սահման չունենք այսօր Ռուսաստանի հետ։ Վրաստանը փաստացի կորցրել է, Ադրբեջանը կորցրել է։ Կովկասը հանգիստ իր համար ապրում է եւ Չեչնիան, եւ Դագստանը, եւ մյուսները։ Հայաստանը թող կորցնի, ինչ վնաս է կրում։ Ինչ վնաս է կրում, որ մեզի 170 դոլարով գազա ծախում, այդ գազը կծախի 600 դոլարով ուրիշ երկրներին, այդ թվում մեզ։ Ոչ մի նպատակ Ռուսաստանը չունի Հայաստանը սարքի գուբերնիա կամ Հայաստանը վերցնի կախման մեջ կամ եւ այլ եւ այլ։ Մարդիկ զարմացած են։ Ասում են մենք հայերի համար այդքան անում ենք, հայերը մեզնից շուռ են գալի։ Ու պարզ ասեցի սա Մոսկվայում։ Պետք չի, ասում են գնացեք։ Ինչ շատ բարձր մակարդակով քննարկումների ժամանակ գիտնականների մասին է խոսքը։ Ասենք Հայաստանը գնաց, դարավ Թուրքիայի տարածք, ինչ են կորցնում, որ հարց է տալի։ Առաջվանը չի, որ զորքը պետք է պահես, որ կարողանաս դիմադրես։ Հիմա նույնիսկ Ուկրաինան անօթաչու թռչող սարքով 1000 կիլոմետրից ավել հարվածներ է հարցնում։ Եթե պետք կլինի Հայաստանի տարածքում ինչ-որ մեկին հարվածի Ռուսաստանը, հավատացեք, իրան պետք չի, որ այնտեղ իր զինվորը կանգնած լինի։ Ուզում եք գնաք, ասում եք գնացեք։ Բայց ես ձեր համար ոչինչ չեմ անելու։
ու հայ ժողովուրդը կորիկ է թա թուրքերի մեջ։ Մենք արդեն այդ պատմության մեջ եղել ենք, չէ՞, Թուրքիայի կազմում։ Եղել ենք իրանց քաղաքացիները։ Ու ամենա օրինապաշտ քաղաքացիներն են եղել։ Բայց դա չխանգարեց, որ մեզ դնեն ու այնտեղ կոտորեն։ Նույնը կրկնվելու է։ Եթե մնաց Նիկոլ Փաշինյանը իշխանության, ինքը տանելու է մեզ հերթական եղերն արչև կանգնացնի։ Ու մեզ այս անգամ մորթելու են ադրբեջանցիներն ու թուրքերը, որ այդ տարածքը ազատեն իրենց համար, որտեղ կա ջրի խնդիր։ Կա ջրի խնդիր, իրենց մեր ջուրն էլ է պետք տանեն։ Էտա ամենա մեծ այսօր իրանց նպատակը, որտեղ ապագայում ջուրը լինելու է եւ այսօր արդեն մի շիշ է, այս ջուրը ավելի թանկ է, քան մի շիշ այսպես նավթ։ Մենք մեր հարստության տեղը չգիտենք։ Ու մերը չի։ Ոչ մի ձևի մերը չի։ Ջուրն էլ մերը չի Հայաստան։ Ժորժ ջան, մենք գիտենք ոնց անենք, որ այդ վիճակից դուրս գանք, որ չլնենք Ռուսաստանի համար գուբերնիա, աշխարհի համար ստրուկ, կողքի հարևանների համար չմո։ Ու մենք հավատացեք, մենք գիտենք պատերազմը ինչ է, չենք ուզում պատերազմ։ Պետք է գիժը լնես, որ 2.5 միլիոն ժողովրդի վերցնես ու գնաս մտնես այսօր պատերազմի մեջ։ Մենք չենք ուզում պատերազմ, բայց մենք չենք ուզում կապիտուլյացիա։ Մենք ամեն ինչ կանենք եւ ունենք ծրագրեր եւ այդ բոլորը կանենք, որ մեր երկիրը ծաղկի։